հավերս էր ընկնում, որովհետև երկարատև ժամանակ ինչ պայքար է մղվում Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ, արդյոք կհաջողվի եւ այսօրվա օրվա։ Այսօր հայրաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է, որը հատկապես մայրաթորի նկատմամբ հարձակումների ֆոնին այլ իմաստավորում է ստանում։ Հայ ժողովուրդը տարբեր դրսևորումներով մշտապես իր սատարումը հայ առաքելական եկեղեցուն ցույց դրել է եւ ես վստահ եմ, որ ցանկացած իրավիճակում էլ անկախ այս իշխանությունների հսկայական քարոզչական մանիպուլյացիաներից իրականությունը ժամանակին ճիշտ ըմբռնելու է եւ դրա համահունչ գործելու է, որովհետեւ ձեւով պետք է թույլ չտանք, որպեսզի այս իշխանությունը բոլոր բարոյական եւ նաեւ իրավական նորմերը խախտելով ներխուժի հայ առաքելական եկեղեցու ներքին կյանք եւ խաթարի ոչ միայն եկեղեցու գործունեությունը, որը բխում է համահայկական շահերից եւ այսօր էլ այս վերջին 7 տարվա Հայաստանի իշխանությունների կործանիչ քաղաքականության պայմաններում եկեղեցին այն եզակի ինստիտուտներից մեկը, որը կարողանում է համահայկական շահերը միջազգային հարթակներում ներկայացնել եւ դրանք հնարավորին չափով պաշտպանել։ Հայ առաքելական եկեղեցին այս ընթացքում, այս հազարամյակների ընթացքում իր դերը եւ նշանակությունը ամբողջությամբ մեր ժողովրդի մեջ այնպես է մտցրել, որ գնացող եկող այս կամ այն կառավարությունները չեն կարող որևէ իրավիճակ փոխել, կարող են նվազագույն չափով վնասներ հասնել, բայց այդ վնասները չի կարող լինել այնպիսին, որ դրանք եկեղեցուն տապալի կամ եկեղեցու գործունեությունը կարողանա խաթարել։ Բայց ասում չենք ուզում խաթարել, ուզում ենք եկեղեցու բարօրության համար եկեղեցին առերեսվի իր սխալներին, դառնա ավելի լավը, ինքն էլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է եւ ուզում է, որ այն եկեղեցին, որի հետևորդ է, ինքն է լինի ավելի, այսպես իր բառերով ասած, բարոյական։ Երբ իրենց պետքելում դառնում են հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որտեղ ինչ պետք է իրանք դրանից դառնում են, բայց ժամանակը նաև ցույց է տվել, թե ոնց է այդ հարվածները տեղում եւ ինչ պայմաններում ալնում։ Օրինակ 2018 թվականին էլ ասում էին, որ մենք պայքարում ենք միայն բանակը թալանողների դեմ, բայց ժամանակը ցույց տվեց, որ 1, 2, 3 դեպք հանրայնացնում էին, ընդ որում մանիպուլյացիաներով, քարոզչության մեծ հարձակումներ էր իրականացում, հետո այդ ամբողջը տեղայնացում էր նաև զինված ուժերի նկատմամբ։ Դա վերեց իր հետևանքներին սկզբում բարոյական առումով, հետագայում նաև զինված ուժերում բերեց նաև սպայական կազմի, հրամանատարական կազմի, մասսայական դուրս գալու, դա բերեց նրան, որ զինված ուժերում զինվորական ծառայության նկատմամբ գրավչությունը իջավ եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք 18-ից տեսել ենք, թե այս իշխանությունը ոնց է գործում։ Ինքը սկզբում ներկայացնում է լրիվ այլ իրականություն, փորձում է ցույց տալ, որ ինքը իրականության մեջ գնում է առողջացման, բարեփոխումների, փոփոխությունների ճանապարհով, բայց կարճ ժամանակ հետո ցույց է տալիս, որ իրականության մեջ թիրախ կոնկրետ ինստիտուտն է իր ամբողջության մեջ, ինչպես զինված ուժերի դեպքում եղավ, այսօր այլ առաքելական եկեղեցու դեպքում է։ Կապ չունի, թե իրենք ինչ են ասում, սա կարևոր է հասկանալ, թե իրենք քայլերի հաջորդականությամբ ինչպիսի թիրախավորում են անում մայրաթորի նկատմամբ եւ իրական դա ուղղված է 1-2 անձի, թե իրականում այդ մարդկանցով դա ուղղված է ողջ եկեղեցուն։ Վերադառնալով բացի այս տարվող պետության կողմից տարվող արշավից, ինչ վտանգների առաջ է կանգնած հայ առաքելական եկեղեցին քրիստոնեությունը հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղանդների սահմանադրության համաձայն աղանդների հետ հավասար է գործում եւ այսօր էլ 50-ից ավելի աղանդ է գործում Հայաստանում։ Հայաստանի սահմանության մեջ համարագրված հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը դա Սահմանադրական փոփոխությունների ժամանակահատվածում հենց հանրապետական իշխանության ժամանակ է ֆիքսված եւ դա եղել է մեր նախաձեռնությունը։ Մենք սա ժամանակին արել ենք նաեւ ապահովագրելու հայ առաքելական եկեղեցուն, նաեւ իրավական տեսանկյունից նրա նկատմամբ հնարավոր հարվածները կանխելու համար։ Գիտեք, եկեղեցին տարբեր փուլերում ներսից դրսից տարբեր հարվածներ է կրել։ Եկեղեցին տարբեր փուլերում շատ ծանր ժամանակահատվածներ է ունեցել։ Եկեղեցին Հայաստանի պետականության կորուստի ժամանակահատվածում նաև պետության դերը ստանձնել հայապահպանությունից, լեզվի պահպանությունից մինչև կրթություն, եւ այս տեսանկյունից ես չեմ կարծում, թե
կա նույնիսկ տեսական հնարավորություն, որ եկեղեցին կընկրկի եւ այս իշխանությունը կարողանա իր ամբողջական ծրագրերը իրականացնել։ Իհարկե, այս ամենում շատ կարևոր է հայ ժողովրդի հավաքական դերը եկեղեցու սատարման ձևով եւ ես կարծում եմ, որ սա նաեւ մեր համար, նաեւ որոշակի առումով հասարակության համար եւ պետության համար նաեւ որոշակի առողջացման փուլ է թևակողելու։ Պարոն Աբրամյան, վերադառնալով տարածաշրջանային իրողություններին, այս կողմ կանք մի քիչ։ ԱՄՆ բացահայտ աջակցեց Իսրայելին հակամարտության ընթացքում նախորդին այս անվտանգային մարտահրավերները Հայաստանի շուրջ գնալով սրվում են, ինչպես պետք է դիտավորվի Հայաստանի Հանրապետությունը հնարավոր ռիսկերի պարագայում եւ արդյոք Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկը Փաշինյանի ձեռամբ իր կկարողանա ինչ-որ իրավիճակ փոխել։ Եթե մի պետություն փորձում է ռեգիոնալ նախաձեռնություն դրսևորել, դրա համար առաջնորդին պետք է ունենա հեղինակություն, պետք է լինի փոխադարձ հարգանքի մեջ գոնե այն երկրների հետ, որի շահերը հետապնդում է կամ որի հետ կապված նախաձեռնություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը ինքն իր խնդիրները չի կարողանում կարգավորել, իր առաջնային խնդիրները չի կարողանում ապահովել, որ մնաց մտածենք ռեգիոնալ նախաձեռնությունների մասին կամ տարբեր երկրներում այդ ռեգիոնալ նախաձեռնությունները ներգրավելու տեսանկյունից։ Հիմա պարզապես մենք ինչ ունենք, մեր քթի տակ, մեր հարևանությամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն են ընթանում բազմաշերտ, դա ունի որոշակի ռեսուրս պոտենցիալ ընդլայնվելու եւ ստեղծված իրավիճակում բնականաբար ավելի շատ տուժվում են այն երկրները, որոնք ճգնաժամային իրավիճակում կառավարում չեն կարող մտցնել։ Հայաստանի այս իշխանությունը բնականաբար ստեղծված իրավիճակում ոչ ճգնաժամային կառավարում կարող է մտցնել, ոչ է կարող է ռիսկեր կառավարել։ Այդ դեպքում մեր վնասները, որոնք տարբեր երկրների դեպքում ուղղակի եւ անուղղակի արտահայտվում են, այս դեպքում դրանք գնալու են ավելի շատ։ Հայ-թուրքական այս օրակարգերը չեն կարող ինչ-որ բան փոխել, որովհետեւ Փաշինյանը վստահ է, որ տարածաշրջանային կայունություն, խաղաղություն պետք է լինի երկխոսության հետևանքով կամ արդյունքում։ Եկ այլ բան է, թե ինչ է ուզում կամ ինչ է հայտարարում Նիկոլ Փաշինյանը, լրիվ այլ բան է, թե մեր հետ ինչ է տեղի ունենում։ 2018-ին էլ էին բաներ հայտարարում, 19-ին էլ էին հայտարարում, 20-ին էլ էին հայտարարում, հետո հայ ժողովուրդը ստացավ ճիշտ հակառակը, հետո սկսեցին մեզ բոլորիս համոզել, որ գիտեք, դա իրավիճակը փոխվել, հիմա մենք լրիվ հակառակ ձևով ենք մտածում։ Այսինքն այսօր էլ իշխանությունը ասում է, որ կարող է հնչեցնել մեկ բան, սրանից մի շաբաթ հետո, մեկ ամիս հետո անել լրիվ հակառակը, դրանից 2 ամիս հետո սկսել արդարացնել իրեն տապալումները, որոնք այս ընթացքում արձանագրվել են։ Այս իշխանությունը ոչ միայն մեր հասարակության համար, այլ առհասարակ միջազգային ակտորների համար չունի կանխատեսելիություն, չունի անկալունակություն եւ ստեղծված իրավիճակում ակնկալել, որ Հայաստանը կարողանալու է մեր ժողովրդի շահերը պատշաճ ձևով իրականացնել, անկախ նրանից դա կլինի Թուրքիայի հետ հարաբերություններ պայմանավորված, դա կլինի Ադրբեջանի հետ հարաբերություններ պայմանավորված, պարզապես չի լինելու։ Շնորհակալություն։